Սիրելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ, նա շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Սողոմոնյան։ Ճիշտ է, եղանակային պայմանները բարենպաստ չեն, բայց ցանկանում եմ, քանի որ գտնվում ենք միանցյակում, մարտի 8-ից ապրիլի 7, ցանկանում եմ առաջին հերթին մեր կանանց եւ աղջիկների շնորհավորել գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Միգուցե այս շնորհավորանքից հետո ձեր ժպիտները ավելանան եւ ավելի ջեր մթնոլորտում մեր միջոցառումը կայանա։ Շնորհակալ եմ բոլոր ներկաներից, մենք եւս ներկա ենք ձեր հավերով, շնորհակալություն, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած քայլ, որի գաղափարական հիմքը, որի գաղափարում հայ բառն է ու հայ ինքնությունը, դա ողջունելի է եւ ցանկացած գիտակից մարդ պետք է կանգնի տվյալ նախաձեռնության կողքը եւ աջակցի նման շարժումներին եւ միավորումներին։ Ես լիահույս եմ այսօր այստեղ տեսնելով բավականին կիրթ, գրագետ, իրենց աշխատանքային տարիներին բավականին լավ արդյունքներ ցուցաբերած, դրսևորած մարդկանց, ես տեսնելով նրանց այստեղ համոզված եմ, որ այն միությունը, որը տեղի է ունեցել եւ որը առաջիկայում վստահորեն համոզված եմ տալու է իր բարի պտուղները, ես առավել քան համոզված եմ, որ այսօր ճիշտ տեղում եմ գտնվում եւ համոզված եմ, որ նաեւ դուք եք ճիշտ տեղում գտնվում, որովհետեւ ինչպես ասում էր մեծն Եղիշե Չարենցը, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է եւ եթե մենք չհամախմբվենք, մեկ բռունցք չկազմենք, չենք կարող դիմակայել ոչ մի արհավիրքի, ոչ մի փորձության եւ ոչ մի արկածախնդրության, որոնք այսօր ծառացել են ու կանգնած են մեր երկրի, մեր հանրապետության, մեր պետության ու մեր պետականության առջև։ Շնորհակալ եմ բոլոր ներկաներին, շնորհակալություն եւս մեկ անգամ հրավերի համար եւ հայաքվեն հայ բառը կրող որպես գաղափար թող իր բարի ոտքը բերի նաեւ մեր Լոռու մարզ, մեր քաղաք եւ ցանկացած տեղ որտեղ կբացվեն նմանատիպ գրասենյակներ թող իրենց բարի նպաստը բերեն մեր հայ ազգին, մեր ժողովրդին։ Շնորհակալություն։